Շնչառական վարակները այսօր բավականին տարածված են եւ ծնողների շրջանում բավական անհանգստություն են առաջացնում, որովհետեւ շատ երեխաներ ունենում են բավական արտահայտված կլինիկական պատկեր, ունենում են ինտոքսիկացիա, ջերմության բարձրացում, հազ, քթահոսություն, քթովշնչառության դժվարացում եւ ինչքան ավելի փոքր են այդ երեխաները, այնքան կլինիկորեն այդ պատկերը ավելի կարելի ասել ծանր է ընթանում։ Որ դեպքում է պետք իրապես անհանգստանալ եւ որ դեպքում պարզապես զգոն լինել եւ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խնդիրը չբարձրանա։ Եթե խոսում ենք երեխայի մասին եւ եթե խոսում ենք առավելապես մինչեւ 1 տարեկան երեխաների մասին, մանկաբույժի հետ խորհրդակցելը պարտադիր է։ Միանշանակ է, այո։ Մինչ մանկապարտեզ գնացող երեխաների դեպքում անգամ փոքր ախտանիշների դեպքում քթահոսություն, քթիփակվածություն, հազ, անհանգստություն, հրաժարում սնունդից կամ հեղուկների ընդունումից եւ ջերմություն, այս բոլորը արդեն բավական նկատելի այսպես ախտանիշների խումբ է, որի դեպքում միանշանակ տեղամասային մանկաբույժը այն առաջնային օղակն է, ում պետք է դիմել։ Եթե խոսում ենք մանկապարտեզի տարիքի երեխաների մասին, նորից պետք է գտնվել մանկաբույժի հսկողության տակ, բայց այս դեպքում արդեն մի փոքր ավելի հոսպիտալիզացիայի, հոսպիտալացման ցուցումները ավելի փոքրանում են։ Ընդհանուր դժվար է ասել, բժիշկը պետք է գնահատի, բայց եթե երեխան շատ բարձր չի ջերմում, հեղուկներ ընդունում է, սնունդ ընդունում է եւ հնարավոր է լինում պարզ միջամտությունների շնորհիվ բացել, ապահովել նորմալ քթային շնչառություն, հազը շատ արտահայտված չէ, այո։ Այս դեպքում իհարկե տան պայմաններում կարելի է փորձել այս իրավիճակից դուրս գալ, բայց նորից ուզում եմ կրկնել միայն եւ միայն մանկաբույժի հսկողության տակ եւ մանկաբույժի խորհուրդներին հետեւելով։ Գործողությունները պետք է համաձայնեցնել մանկաբույժի հետ, այո։ Եվ դպրոցահասակ երեխաների դեպքում նորից մոտեցումները նույնն են եւ այստեղ ուզում եմ առանձնացնել մի խումբ բոլոր տարիքի երեխաների համար, դա քրոնիկ հիվանդություններ ունեցող, քրոնիկ խնդիրներ ունեցող կամ հարակից, խնդիրներ ունեցող երեխաներն են, դա սրտի բնածին արատներն են, ստամոք սաղիքային տրակտի քրոնիկ հիվանդություններն են, լյարդի հիվանդություններն են, արյան համակարգի հիվանդություններն են, նյարդաբանական որոշ խնդիրներն են, հա։ Եթե դուք գիտեք, որ ձեր երեխան ունի որևիցե քրոնիկ վիճակ, որը կարող է ավելի վատանալ ընթացող այս շնչառական հիվանդության ֆոնին, այս դեպքում բնականաբար արդեն առաջին իսկ ախտանիշների դեպքում ավելի լավ է լինել, այո, առավել զգոն լինել եւ անկախ նրանից դա ոչ աշխատանքային օր է կամ ոչ աշխատանքային ժամ է, ավելի լավ է անպայման ստանալ մանկաբույժի խորհրդատվություն, ինչը հնարավոր է կազմակերպել յուրաքանչյուր օր մինչև ժամը 5-ը տեղամասային պոլիկլինիկ մանկաբույժների շնորհիվ, իսկ դրանից հետո արդեն ստացիոնարների կամ շտապօգնության ծառայության միջոցով։ Այսպիսի մի հարց, եթե բալիկը առողջ է, փառք Աստծո, որ առողջ է կամ դեռ առողջ է, բայց մայրիկն ու հայրիկը հիվանդ են, մայրիկը կերակրող է ու այդ դեպքում ինչ պետք է անել։ Անպայման պետք է շարունակի կերակրել, որովհետև երբ մայրը շփվում է այդ կարելի ասել վիրուսի հետ, հա, նրա օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմիններ մի փոքր ավելի արագ, քան այդ կրծքի հասակի երեխայի օրգանիզմը կարող է արտադրել եւ այդ հակամարմինները մայրը կարող է նաեւ փոխանցել կաթի միջոցով երեխային եւ ստեղծել հավելյալ պաշտպանություն։ Ուղղակի այս դեպքում պետք է դիմակ կրել, դիմակի պարագայում պետք չէ սահմանափակվել օրվա մեջ 1 դիմակով, այլ այդ դիմակները պետք է փոփոխել առնվազն 3-4 ժամը 1, գիշերվա ընթացքում եւս պետք է դիմակով կերակրվի երեխան, որովհետեւ լինում է որ ցերեկը կրում են դիմակները, իսկ գիշերվա ժամերին արդեն առանց դիմակի տարբերակն է լինում, իրականացնել խոնավ մաքրում սենյակի, հաճախակի օդափոխություն սենյակի, շատ կարևոր է հիշել, որ ձեռքերի հաճախակի լվացումը եւ մեկանգամյա թղթե անձեռոցիկների օգտագործումը քիթը մաքրելու համար լավագույնն է եւ իհարկե երեխային մոտենալուց առաջ, երեխային վերցնելուց առաջ կարելի է ձեռքերը նաեւ մշակել որևիցե անտիսեպտիկ լուծույթով։ Խոսենք նաեւ H1N1 վիրուս ասվածից, որից ամենաշատն են խուճապահար լինում մայրիկները, երեխաներին ինչքանով է սպառնում եւ ինչպես հասկանալ արդյոք այդ վիրուսն է թե ոչ երեխաների մոտ։ Վերջի տարբեր տարիներին ունեցել ենք այդպիսի հա տարբեր թռչնագրիպ, խոզագրիպ եւ նմանատիպ այլ գրիպների արկայություն, պետք է ասել, որ կա ընդհանուր առմամբ գրիպը, որը որ հարբուխը չէ, հա, դա առանձին գրիպի վիրուսով հարուցվող հիվանդություն է, նորից շնչուղիներն է ախտահարում հիմնականում եւ այստեղ ունենք տարատեսակներ, ունենք A խմբի գրիպի հարուցիչ, B խմբի գրիպի հարուցիչ, նաեւ այլ տեսակներ ունենք եւ ամեն խմբում կան ենթատեսակներ։ Այդ ենթատեսակներից մեկն էլ հենց H1N1-ն է։ Նախ պետք է համոզվել, արդյոք մենք գործ ունենք գրիպի հարուցչի հետ
եւ դա համոզվելու համար պետք են լաբորատոր հետազոտություններ, գումարած կլինիկական պատկեր։ Երբեմն կլինիկական պատկերը ինքը խոսում է դրա մասին, որ այստեղ մենք ունենք գործ գրիպի հարուցչի հետ, քանի որ գրիպը ավելի բուռն է ընթանում, ավելի ծանր է ընթանում։ Փորձենք ներկայացնել, որպեսզի մայրիկներին էլ ավելի բարդ լինի։ Օրինակ, ավելի բարձր ջերմային ռեակցիա է լինում գրիպի ժամանակ, կարող է լինել 39 եւ ավելի բարձր 40 անցնի անգամ ջերմությունը երեխայի մոտ։ Եթե երեխան խոսում է կոմունիկացիական, նա կարող է բողոքել մարմնի կոտրտվածությունից, ցավից, կարող է բողոքել կոկորդի ցավից, կարող է երեխայի մոտ դիտվել հասկ, քթահոսություն, քթի փակվածություն եւ այս ախտանիշների մի մասը իհարկե մենք չենք կարող տեսնել կամ հասկանալ, եթե երեխան ավելի փոքր է, բայց ընդհանուր երեխայի վիճակից կարելի է դատել եւ ինչով է կարևոր, որ բժշկի մոտ այցելեն եւ մանկաբույժը նայի այդ երեխային զննի, որովհետեւ մանկաբույժի աչքին այդպես ավելի նկատելի է տուժված երեխան, հա, այն տարիքի երեխաները, որոնք ի վիճակի չեն խոսելու, նրանք ունեն այն կլինիկական պատկերը, որը որ տալիս է տեղեկատվություն, որ այստեղ գործ ունենք ավելի ծանր ընթացքով հիվանդության հետ։ Եվ իհարկե, եթե մենք գնահատում ենք, որ վիճակը ծանր է երեխայի, ամենայն հավանականությամբ կարելի է մտածել, որ այստեղ մենք գործ ունենք գրիպի վիրուսի հետ, որը որ ավելի երկարատև է պահպանում այդ կլինիկական պատկերը ի տարբերություն սովորական սեզոնային հարբուխի։ Եվ իհարկե վերջնական պատասխան, թե դա որ տեսակն է, որ ենթատեսակն է, միայն կարելի է ստանալ որոշ հետազոտությունների միջոցով, բայց էլի ուզում եմ ասել, որ անկախ տեսակից միևնույն է բուժման կուրսը նմանատիպ է բացառությամբ այդ հակավիրուսային պրեպարատի, որի տալ չտալը կախված է բժշկի որոշումից, կախված է հիվանդի վիճակից եւ կախված է հարուցչից։ Եթե ընդհանրացնում ենք, պարզվում է, որ մոտեցումները նույնն են, այսինքն երեխաներին ոչ մի կերպ չենք ուղարկում մանկապարտեզ, չենք ուղարկում դպրոց, եթե անգամ կան մինիմալ ախտանիշներ։ Փորձում ենք, եթե երեխան ավելի մեծ է, պահպանել անկողնային ռեժիմ, առատ հեղուկներ տալ, եթե երեխան ի վիճակի է խմելու, եւ հետեւել տրվող հեղուկների քանակին, որովհետեւ տրվող հեղուկների քանակը եւս ցուցանիշ է, թե ինչքանով է բուռն ընթանում հիվանդությունը եւ այն պահերին, երբ երեխան բացարձակապես հրաժարվում է հեղուկներ ընդունելուց, ըստ դեպքում արդեն ցուցում է առաջանում դիմել ստացիոնար բուժման, որպեսզի այդ հեղուկները լրացվեն այլ ճանապարհով։ Ջերմիջեցում իրականացնել միայն թույլատրելի դեղորայքներով, դա պարացետամոլի պատրաստումներն են եւ իբուպրոֆեն պարունակող, զերծ մնալ ասպիրինի օգտագործումից մինչեւ 14 անգամ տարեկան երեխաների մոտ։ Անալգինային սրսկումներից։ Այո, անալգինային սրսկումներից, որովհետեւ գիտեք, հիմնականում վախը գալիս է բարձր ջերմության դեպքում եւ շատ հաճախ նրանք եւ գերդոզավորում են առաջացնում, այսինքն քանի որ այսօր կան բազմատեսակ դեղորայքներ տարբեր անուններով, սակայն նույն ազդող նյութերով կամ նույն խմբի ազդող նյութերով, մայրիկները շատ հաճախ ժամային այդ ինտերվալները չպահպանելով տալիս են այդ դեղորայքները եւ դրա արդյունքում երբեմն ունենում ենք ընդհակառակը հիպոտերմիա, այսինքն ջերմության իջեցում 36.6-ից ցածր երեխաների մոտ, որը եւս ցանկալի վիճակ չէ եւ հաճելի վիճակ չէ մայրիկի համար, երբ նա հայտնաբերում է, որ ջերմաչափը ցույց է տալիս 35.5, դա եւս նոր պանիկայի առիթ է դառնում